Բարև ձեզ եւ բարի գալուստ update լրատվական։ Թարմացնենք օրվա լրահոսը միասին։ Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանը, որտեղ քննարկվում էր քաղաքացիական պայմանագրից Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում ընտրելու հարցը։ Մինչ այդ քննարկվում էր քաղաքացիական պայմանագրից Հայկ Կոնջորյանի թեկնածությունը ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրելու հարցը։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցությունը հայտնել էր, որ քվեարկությանը չի մասնակցելու։ Ուժեղ Հայաստանը դեմ էր քվեարկելու Հայկ Կոնջորյանի թեկնածությանը։ Ազգային ժողովի նախագահի 3 տեղակալներից մեկի, ինչպես նաև մշտական հանձնաժողովներից 4-ի նախագահների պաշտոնները օրենքով հատկացված են ընդդիմությանը։ Հարգելի գործընկերներ, խոսքը վերաբերում է նախորդ քննարկվող հարցին, ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Հայկ Կոնջորյանի թեկնածությունը։ Ազգային ժողովի 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 91-ը, քվեատուփում առկա էր 91 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0-ն։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Հայկ Կոնջորյան կողմ 63, դեմ 28։ Շնորհավորում եմ, պարոն։ Որոշումը կայացված է, շնորհավորում եմ։ Պարոն Կոնջորյան, եթե խոսք ունեք ասելու, խնդրեմ։ Շնորհակալություն վստահության համար։ Ինչպես երեկ, այնպես էլ այսօր ընդդիմադիրների հարցերը հիմնականում վերաբերում էին Կոնջորյանի կնոջ Հայփոստի տնօրենի պաշտոնում ստացած աշխատավարձին եւ նրա ղեկավարած ընկերության կառավարման խնդիրներին։ Ընդդիմությունը կասկածներ ունի, որ Կոնջորյանի միջնորդությամբ է կինը բարձր պաշտոն ու աշխատավարձ ստացել պետական ընկերությունում։ Ինքը Կոնջորյանը պնդում է, որ այդ հարցադրումներով իրեն փորձում են հարվածել։ Այս երկու օրերի քննարկումը ինձ մոտ վերահաստատեց այն համոզմունքը, որ մեր ընդդիմադիր գործընկերները իմ թեկնածության հետ կապված հակափաստարկ եւ ասելիք չունեն։ Ամեն ինչ իմ թեկնածության, իմ հետ փոխկապակցված անձանց շուրջ, բայց ոչինչ իմ գործունեության վերաբերյալ։ Բայց մի բան կա, որ ունեն, հատկապես Հայաստան Դաշինքի իմ գործընկերները, նրանք վախ ունեն։ Դուք վախենում եք, հարգելի գործընկերներ, որ ես այստեղից բարձրանամ այստեղ։ Դուք շատ ուժեղ վախ ունեք դրանից, եւ ես ուզում եմ ձեզ հանգստացնել։ Հանգիստ եղեք, եթե ես ընտրվեմ, խոստանում եմ ձեզ համար ապահովել հաճելի ժամանց այս նիստերի դահլիճում։ Ինչի վախ ունեք ինձանից, որովհետեւ կներեք, դուք 5 տարի ինձանից փախած եք մանեկել։ 5 տարի շարունակ, երբ որ եկել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ելույթի ժամանակը, իսկ ես 90% դեպքերում ես եմ ելույթ ունեցել, երբ որ ես այնտեղից սկսել եմ մոտենալ այստեղ, դուք դահլիճից փախել եք, ժողովուրդ։ Ձեր մի մասը ինձ ասել է, պարոն Կոնջորյան, գնանք ծխենք էլի, բան սենց, այս սենց երեխայական արդարացումներով։ Դուք փախել եք դահլիճից, վախեցել եք։ Բայց նույնիսկ այս դեպքում, հարգելի գործընկերներ, ես ուրախ եմ արձանագրել, որ հետք եմ կարևոր հետք եմ թողել ձեր քաղաքական ինքնության վրա։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը իր ելույթում խոսեց մարտի 1-ի դեպքերի մասին, հակադարձելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հնչեցրած հայտարարություններին։ Կարծեմ Վահագն Ալեքսանյանն ասում է մարտի 1-ին անմեղ մարդիկ էին ձերբակալվում ու կալանավորվում, հետապնդվում։ Գիտեք, միգուցե անմեղ մարդիկ այդ ժամանակ ձերբակալվել են, կալանավորվել են, հնարավոր է ես այստեղ չեմ վիճում, բայց մի մարդ, եթե հաստատ անմեղ չի ձերբակալվելու դատական գործը իր հետ կապված եղել է, իմ խորին համոզմունքով դա Նիկոլ Փաշինյանն էր։ Ես գիտեք, մեկ-մեկ այս հիշողության երևի ամնեզիա է ելնում շատերի մոտ, ուզում եմ ուղղակի մի ձայնագրություն դնել ու նաև այսօրվա այս ձերբակալությունների ֆոնին Facebook-ային գրառումների ու զուտ կարծիք արտահայտելու համար մի հատ նայենք էլի այս կոնտեքստում այս խոսակցությունը հիմա եթե լիներ դա ոնց կընկալվեր։
սկզբից յուրաքանչյուրին կոչ եմ անում, ունենալ ձեռքին ինչ-որ բան, ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար։ Կլինի փայտ, կլինի քար, չգիտեմ ինչ։ Այո! Չեք պատկերացնի հոգիս ոնց էր փառավորվել, երբ որ իմացա, որ ոստիկանների ձեռից վահաններ ու մահակներ եք։ Լիքը հարալու։ Ասել եք հանել։ Հավաքում ենք ինչքան հնարավոր է շատ մարդ։ Հիմա ոչինչ սուրհանդակ ուղարկեք, հեռագիր ուղարկեք, ցիտիկ ուղարկեք, մարդկանց հավաքեք այստեղ։ Մի խոսքով, այստեղ շարունակությունը շատ ավելի հետաքրքիր բաներ էլ կա։ Հաջան եղել է մարտի 1-ին առավոտը մինչև որևէ զոհ լինելա։ Լավ։ Եվ շարունակեմ այս հնարավոր է, ժողովուրդ, հնարավոր է իրականում այս ժամանակ, երբ որ ձեր վարչապետը այս հայտարարությունները անում էր, քարեր վերցրեք, բարիկադներ սարքեք, պաշտպանություն ստեղծեք, հիշացնեմ, չի եղել ոչ մի զոհ։ Ու նաև ուզում եմ հիշացնել, առաջին զոհը եղել է ոստիկան ու ընդհանուր 190-ից ավել ոստիկան այդ օրը տարբեր մարմնական վնասվածքներ ստացել, այրվածքներ, տարբեր բեկորային վնասվածքներ ու քաղաքացիական անձ 32 հոգի։ Ես շատ ցավում եմ այդ օրվա իրադարձությունների համար, բոլոր զոհերի համար, բայց երբ որ այստեղ գալիս եք դրանից խոսում եք, խնդրում եմ նաև արդարությունը փորձեք պահել։ Նիստը վարողի իրավունքով ելույթ է ունեցել ազգային ժողովի նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի մեղադրանքներին կապված մարտի 1-ի իրադարձությունների հետ։ Նրա խոսքով պատգամավորը խոսում էր իրադարձությունների մասին, որին մասնակցել են դահլիճում գտնվողներից շատերը։ Պարոն Քոչարյան, դուք խոսում եք մարտի 1-ի մասին ու չգիտեմ, երևի հույս եք դրել, որ երիտասարդները, ովքեր այդ օրերին չեն ապրել, պետքա լսեն ձեզ, հավատան ձեզ։ Կամ ես չեմ բացառում, որ դուք այն ժամանակ լինելով երիտասարդ եւ ձեր հոր որդին, չգիտեմ, այսպես ասած, իրականությունը լավ չեք տեսել։ Կարող է ձեր տանը մենակ հմեկն է միացած եղել, այն ժամանակ էլ հայլուրով բոլորս գիտենք ինչ են ցույց տվել, հա։ Եվ դուք դրան եք հավատացել, ես դա չեմ բացառում։ Իշխանությունը այդպես հատկություն ունի մարդուն իրականությունից կտրելու։ Բայց իրականությունը հետևյալն է, պարոն Քոչարյան, 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ժամը քանիսն էր, 6-ին, հասկանում եք, ժամը 6-ին։ Ազատության հրապարակում եղել է մաքսիմում 100 մարդ։ Լավ, թող 200, 1000-ից քիչ հաստատ, 500-ից քիչ հաստատ։ Մեծ մասը քնած։ Ժամը 6-ին հասկանում եք, առավոտյան ժամը 6-ին։ Ոչ մի բան չեն արել, միակ բանը, որ արել են, քնելն է եղել կամ խռացնելը։ Հատուկ ջոկատայինները եկել են, սկսել են բոլորին ծեծել, դուբինկեքով ծեծել։ Մարդիկ փախել են հետևներից վազելով, ծեծելով լարել են մարդկանց։ Հիմա խնդրում եմ ինձ ասել, այդ մարդիկ ինչ էին արել, ինչի են հատուկ ջոկատայինները առավոտ ժամը 6-ին եկել այդ մարդկանց դուբինկեքով զղկել։ Բացատրեք ինձ։ Հաջորդը ներողություն։ Ընդ որում ուշադրություն դարձեք, էլի խնդրում եմ այս իմ նկարագրածը համեմատեք վերջին տարիների իրադարձությունների հետ։ Ասենք 2 տարի առաջ մարդիկ եկել էին արքեպիսկոպոսի գլխավորությամբ, եկել բանը Սիրահարների այգու զաբորները ջարդել էին, ուզում էին գային ազգային ժողովի վրա, այդ ընթացքում ոստիկանությունը հատուկ միջոց մի ընդհատեք, հատուկ միջոց կիրառեց, դուք դա համարում եք ցեղասպանություն, բայց քնած մարդկանց առավոտվա ժամը 6-ին գալ դուբինկեքով սատկացնելը, համարում եք գիտեք ինչ կա, որ նորմալ է։ Սա խնդիր է, պարոն Քոչարյան, սա խնդիր է։ Շարունակենք թողարկումը։ Ուզբեկստանի Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Ուղերձում ասված է. «Ինձ համար մեծ ուրախություն է հղել ձեզ անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ձեր վերանշանակվելու առթիվ։ Վստահ եմ, որ այս բարձր պաշտոնում ձեր գործունեությունը կնպաստի ժողովրդի կենսամակարդակի հետագա բարձրացմանը, երկրի միջազգային հեղինակության ամրապնդմանը, ինչպես նաև Ուզբեկստանի և Հայաստանի միջև փոխադարձ կապերի հետևողական զարգացմանը»։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Ցյանը ևս շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ, նշելով, որ Չինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ, առաջնորդվելով փոխադարձ հարգանքի, փոխադարձ վստահության և փոխշահավետ սկզբունքներով խորացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում և շարունակաբար հարստացնելու երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը։ Շնորհավորական ուղերձներ Նիկոլ Փաշինյանին և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հղել են տարբեր երկրների ղեկավարներ, որոնք ներկայացնում ենք տեսաշարով։ Հայաստանի կառավարությունը օգոստոսի 2-ին հրաժարական էր ներկայացրել, քանի որ այդ օրը մեկնարկում էր հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանի առաջին նստաշրջանը։ Հայաստանի սահմանադրության համաձայն նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի մեկնարկի օրը Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի Հայաստանի Հանրապետության նախագահին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 2-ին ստորագրել էր կառավարության հրաժարականի դիմումը, որը ուղարկել էր Հայաստանի նախագահի աշխատակազմ։ Նախագահը հաստատել էր կառավարության հրաժարականը, որից հետո արդեն նոր ձևավորված խորհրդարանում մեծամասնություն ստացած քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վարչապետի պաշտոնում ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանի տեխնացությունը, ինչի հիման վրա էլ Հայաստանի նախագահը Փաշինյանին վերանշանակել էր վարչապետի պաշտոնում։ Օգոստոսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նշանակել էր նաև նախարարների և փոխվարչապետերի։ Արարատ Միրզոյանը վերանշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Բնականաբար աշխարհի տարբեր երկրներից հնչել են շնորհավորանքներ։ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Ուղերձում մասնավորապես նշված է. «Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Ձեզ ցուցաբերած բարձր վստահությունը հանդիսանում է պետական պատասխանատու պաշտոնում ձեր անձնվեր աշխատանքի օրինաչափ արդյունքը։ Դա լայն հանրային աջակցության ակնառու վկայությունն է ձեր ռազմավարական ուղեգծի, որը ուղղված է երկրի քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը և միջազգային հեղինակության ամրապնդմանը։ Ղազախստանում ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի, ով անկեղծորեն շահագրգռված է ղազախահայկական ռազմավարական գործընկերության հետագա ակտիվացմամբ և ընդլայնմամբ։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կբազմապատկենք մեր ձեռքբերումները և Ղազախստանի ու Հայաստանի բազմակողմ միջպետական հարաբերությունները կհասցնենք որակապես նոր մակարդակի»։ Շնորհավորանքներ են հնչել նաև Տաջիկստանից։ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմայիլ Ռահմոնը շնորհավորական ուղերձ է եղել վարչապետ Փաշինյանին։ «Ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ձեր նշանակման առիթով։ Ձեր վերանշանակումը այս բարձր պաշտոնում ևս մեկ անգամ վկայում է հասարակության կողմից ձեր քաղաքական ուղեգծին ցուցաբերվող աջակցության մասին, որը անշեղորեն միտված է բարեկամ Հայաստանի սոցիալ-տնտեսական առաջընթացին և միջազգային ասպարեզում նրա հեղինակության ամրապնդմանը։ Շնորհավորանքներ են հնչել նաև Ճապոնիայից։ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակայիչին շնորհավորել է Փաշինյանին և հղել ուղերձ, որտեղ մասնավորապես ասված է. «Ճապոնիայի կառավարության և ժողովրդի անունից ցանկանում եմ իմ անկեղծ շնորհավորանքները հղել ձեր ընկերազանցությանը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Հայաստանը կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար։ Օրենքի գերակայության վրա հիմնված ազատ և բաց միջազգային կարգի պահպանման և ամրապնդման գործում։ Ձեր ընկերազանցության անցած տարվա սեպտեմբերին Ճապոնիա կատարած այցը կարևոր հնարավորություն էր երկկողմ հարաբերությունների խորացման համար։ Հաջորդ տարի լրանում է մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը, և ես անհամբեր սպասում եմ երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնմանը և զարգացմանը ձեր ընկերազանցության հետ սերտ համագործակցության շրջանակներում»։ Շնորհավորանքներ են հնչել նաև Արարատ Միրզոյանի հասցեին։ Մոլդովայի արտաքին գործերի նախարար Միխայիլ Պոպշոլը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ «Շնորհավորում եմ Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Ակնկալում եմ մեր գերազանց համագործակցության շարունակականությունը Մոլդովա-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ ի շահ մեր երկրների և ժողովուրդների», գրել է Մոլդովայի արտաքին գործերի նախարարը։
Արարատ Միրզոյանին շնորհավորել է նաև Ուկրաինայից, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիան շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ X-ի իր միկրոբլոգում Սիբիան նշել է. «Շնորհավորում եմ Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Նախարար Միրզոյանին մաղթում եմ հաջողություններ իր լավ աշխատանքը շարունակելու եւ Հայաստանի ժողովրդին ծառայելու գործում։ Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը Ուկրաինա-Հայաստան հարաբերությունների հետագա ամրապնդման, երկկողմ հարաբերությունների խորացման եւ մեր տարածաշրջանում խաղաղության, անվտանգության ու կայունության խթանելու համար»։ Շնորհավորանքներ են հնչել նաև Էստոնիայից։ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախնան եւս շնորհավորել է Միրզոյանին։ Շնորհավորանքները X-ի միկրոբլոգից են։ Շնորհավորում եմ իմ լավ բարեկամ Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Ակնկալում եմ մեր սերտ համագործակցության շարունակականությունն ու Էստոնիայի ու Հայաստանի միջև գործընկերության հետագա ամրապնդումը։ Մաղթում եմ ձեզ ամենայն հաջողություն, գրել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարը։ Իսկ Լատվիայի արտաքին գործերի նախարարը շնորհավորելով Արարատ Միրզոյանին նշել է. «Շնորհավորում եմ ձեզ արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ, ակնկալում եմ ձեզ հետ աշխատանքի շարունակականությունը մեր երկկողմ հարաբերությունները խորացնելու եւ մեր համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ ի շահ մեր երկրների»։ Շարունակենք թողարկումը։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստևանչուկի հետ։ Ռուսլան Ստևանչուկը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթելով հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք։ Քննարկվել են Հայաստանի եւ Ուկրաինայի միջև հարաբերություններին, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող թեմաներ։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Չժաո Լեյցին շնորհավորական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին, որում մասնավորապես ասվում է. «Մեծ ուրախությամբ տեղեկացած էր Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու մասին։ Այս առիթով ցանկանում եմ հղել ձեզ իմ անկեղծ շնորհավորանքները։ Պատրաստ եմ ձեզ հետ համատեղ աշխատել ամրապնդելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի եւ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի միջև համագործակցությունը եւ նոր ներդրում ունենալու երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա խորացման գործում»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Մխիթար Հայրապետյանին ԲՏԱ նախարարի պաշտոնում գործունեության համար եւ նշել, որ տեխնոլոգիաների ոլորտն արդեն երկար ժամանակ Հայաստանում զարգացումներ է ունենում։ Իր հերթին նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության եւ տրված հնարավորության համար։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, ես այստեղ եմ նախ Մխիթար Հայրապետյանին շնորհակալություն հայտնելու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում իր գործունեության համար եւ ներկայացնելու Դավիթ Թադևոսյանին որպես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Տեխնոլոգիաների ոլորտը իհարկե արդեն բավական երկար ժամանակ Հայաստանում շատ էական զարգացումներ է ունենում, բայց պիտի ասեմ նաեւ, որ վերջին մեկ տարվա զարգացումները Հայաստանի համար հատկապես նշանակալի են, որովհետև մենք հիմա արդեն ավելի ու ավելի լիարժեք եւ լիաթոք նորագույն տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության հետ առնչվելու հնարավորություն ունենք։ Իհարկե մեծ աշխատանք է արված Հայաստանում, հիմա արդեն գործում է ենթակառուցվածք, որը ընդամենը տարիներ առաջ կարող էր թվալ դժվար իրագործելի։ Այժմ խոսքը փոխանցում եմ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին համեցեք։ Մեծարգո պարոն վարչապետ, նախ եւ առաջ անշապ շնորհակալ եմ այս բարձր վստահության եւ այս ունիկալ հնարավորության համար։ Կիսում եմ պարոն Հայրապետյանի մոտեցումը, սա իրոք ծառայություն է եւ ես այս պաշտոնը ստանձնում եմ քաջ գիտակցելով, որ ամեն ինչ ունի սկիզբ եւ ամեն ինչ ունի ավարտ։ Եվ ես փորձելու եմ կիրառել մաքսիմալ ջանքերը,
ավարտի ժամանակ հետ նայելուց ձեր հետ համատեղ հպարտությամբ եւ լիաթոք կատարված աշխատանքի զգացումով թողնելու այս պաշտոնը հաջորդ նախարարին։ Մեկ անգամ եւս անչափ շնորհակալ եմ վստահության համար։ Այսօր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլաքշի Սահա-Սինհային վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են վերջին տարիներին Հայաստանի եւ Հնդկաստանի միջև ռազմավարական բնույթի գործընկերության օրակարգի զգալի ընդլայնումը եւ արձանագրված շոշափելի արդյունքները։ Անդրադարձ է կատարվել հետագա ծրագրերին։ Նախարար Միրզոյանը ընդգծել է դեսպան Սինհայի անձնական ներդրումը Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների զարգացման եւ երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ, մաղթելով նրան հաջողություններ հետագա գործունեության մեջ։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի Հանրապետության բանակի նոր համազգեստի ներդրման գործընթացի, ինչպես նաև դրա զորային փորձարկման եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության բանակի նոր համազգեստը ներկայացվել էր մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայացած զորահանդեսի ժամանակ։ Ռուսաստանում դադարեցվել է հայկական արտադրության ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի եւ գազավորված ըմպելիքների վաճառքը։ Սահմանափակումները կիրառել է հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը Ռոսպետրոպնadzorի հանձնարարականով։ Նշվում է, որ որոշումն ընդունվել է արտադրանքին ներկայացվող պահանջների խախտման պատճառով։ Ռուսաստանը մայիսի վերջից պարբերաբար սահմանափակումներ է կիրառում Հայաստանից մի շարք ապրանքատեսակների մատակարարումների նկատմամբ, ծաղիկներ, հանքային ջուր, ալկոհոլային արտադրանք, բանջարեղեն, միրգ, ձկնամթերք, կաթնամթերք եւ այլ ապրանքատեսակներ։ Ռուսական կողմը այդ որոշումները բացատրում է բուսասանիտարական պահանջների խախտումներով։ Եվ միջազգային լրահոսին ընդառաջ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Կատարի նախարարների խորհրդի նախագահ, արտաքին գործերի նախարար Մոհամմադ բին Աբդալ Սահման Ալ-Թանիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Պարսից ծոցի գոտում ստեղծված իրադրությունը։ Երկու կողմերն էլ ընդգծել են մարտական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը։ Դիվանագիտական գերատեսչությունում հավելել են, որ զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել են ավանդական բարեկամական ռուս-կատարական հարաբերությունների ամբողջ համալիրի հետագա զարգացման հիմնական ուղղությունները։ Միջազգային այլ գլխագրերի առաջարկում եմ ծանոթանալ տեսաշարով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ եթե որևէ մեկը վճար կստանա Հորմուզի նեղուցով անցնելու համար, ապա դա կլինի Միացյալ Նահանգները։ Այս մասին Թրամփը հայտնել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ Նա ընդգծել է, որ վճարման հարցը Իրանի հետ բանակցություններում չի քննարկվում։ ԱՄՆ ղեկավարը նաև հերթական անգամ հայտնել է, որ Միացյալ Նահանգները այժմ լիովին վերահսկում է Հորմուզի նեղուցը։ Նշենք, որ իրանական կողմը բազմիցս հերքել է Վաշինգտոնից եկող պնդումները Հորմուզի նեղուցի վերաբերյալ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ անհամաձայնություններ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, կապված անցած շաբաթ Գազայի կայունացմանն ուղղված խաղաղության խորհրդի համաձայնագրի հետ։ Նախագահ Թրամփի հետ տարաձայնություններ կան եւ ես չեմ թաքցնում դրանք կապված Համասի հետ վերջերս ձեռք բերված համաձայնագրի վերաբերյալ, ասել է Նեթանյահուն խաղաղության խորհրդի գլխավոր բանագնաց Նիկոլայ Մլադենովի հետ հանդիպումից հետո։ Նա նաև հավելել է, որ Համասը պետք է զինաթափվի, իսկ Գազայի հատվածը ապա ռազմականացվի նախքան վերակառուցման փուլին անցնելը։ Նախորդ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ խորհուրդը Համասի հետ ձեռք է բերել պատմական համաձայնություն, որի համաձայն պաղեստինյան խմբավորումը պետք է վայր դնի զենքը, իսկ իսրայելական զորքերը պետք է դուրս գան պատերազմի ավերված անկլավից։ Սակայն Իսրայելի դիմադրության ֆոնին խաղաղության խորհուրդը հայտարարել է, որ Իսրայելի զորքերի դուրսբերումը Գազայից կսկսվի միայն Համասի լիակատար զինաթափումից հետո։
Իսպանիայի Սեուտա ինքնավար քաղաք ժամանած գրեթե բոլոր անօրինական ներգաղթյալները արդեն վերադարձել են Մարոկո։ Այս մասին հայտնում է Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական միության եւ համագործակցության նախարարությունը։ Նախարարությունից հիշեցրել են, որ Սեուտա կամ Մելիլիա ինքնավար քաղաքների միջոցով Իսպանիա անօրինական մուտք գործելը չի տալիս երկրում մնալու, մայրցամաքային Իսպանիա մեկնելու կամ Եվրոպայում ազատ տեղաշարժվելու իրավունք։ Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Սեուտայի սահմանն ամրացրել է մոտ 500 մետրանոց ծովային զսպող արգելապատնեշով։ Հուլիսի վերջին տասնյակ հազարավոր անօրինական ներգաղթյալներ լողալով եւ քայլելով հասել էին ինքնավար քաղաք։ Ճգնաժամի պայմաններում Իսպանիայի իշխանությունները որոշել էին քաղաքում անվտանգությունն ապահովելու համար տեղակայել զինվորականներ։ Իսպանիայի կառավարության տվյալներով Սեուտա հասնելու փորձի ժամանակ զոհվել է առնվազն 88 մարդ։ Սեուտան, որը գտնվում է Աֆրիկայի հյուսիսային ափին, սակայն պատկանում է Իսպանիային, երկար տարիներ համարվում է Եվրոպա հասնելու համար Աֆրիկայից եկող ներգաղթյալների հիմնական ուղիներից մեկը։ Երրորդ օրն անընդմեջ Վաշինգտոն նահանգի Սփոքեն քաղաքի ծայրամասերում մոլեգնող անտառային հրդեհները ոչնչացրել են առնվազն 700 շինություն եւ ստիպել տասնյակ հազարավոր մարդկանց լքել իրենց տները։ Սփոքենի շրջանում օգոստոսի 1-ից բռնկված հրդեհները այրել են մոտ 3200 հեկտար տարածք։ Սփոքենում բնակվում է շուրջ 230,000 մարդ։ Իշխանությունները հետաքննություն են սկսել պարզելու համար հրդեհի առաջացման պատճառները։ Օգոստոսի 3-ի դրությամբ շուրջ 64,000 մարդ գտնվում էր անհապաղ տարհանման հրահանգների ներքո, նախորդ օրվա 4,000-ի համեմատ։ Արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնից հայտնել են, որ առնվազն 700 շինություն ամբողջությամբ այրվել է, հիմնականում բնակելի տարածքներում։ Կառավարման կենտրոնից հայտնել են նաև, որ այս պահի դրությամբ վիրավորների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան, հավելելով, որ մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին իրավիճակը կփոխվի, քանի որ կրակը կթուլանա եւ որոնողափրկարարական խմբերը կկարողանան հասնել այն ավերված համայնքներ, որոնք դեռևս անհասանելի են հրդեհի ծայրահեղ ակտիվության պատճառով։ Կենտրոնը հայտնում է, որ օգոստոսի 3-ի դրությամբ Սփոքենի շրջանում բռնկված հրդեհների դեմ պայքարում էր շուրջ 1100 հրշեջ։ Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6125-ի։ Որոնողափրկարարական գործողությունների ընթացքում փրկվել է 6462 մարդ։ 60992 մարդ բուժում է անցել բժշկական հաստատություններում։ Անօթևան մնացածներին հանձնվել է 287 տուն։ Վենեսուելայում երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան։ Մոտ 40 վայրկյան ընդմիջումներով գրանցվել են 2 ստորգետնյա ցնցում, 7.2 եւ 7.5 մագնիտուդով։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են Յարակուի նահանգում միմյանցից 10 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրաշարժից հետո տեղի է ունեցել ավելի քան 1500 հետցնցում։ Շարունակենք թողարկումը։ Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակ բաժնետիրական ընկերությունում ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են գլխավոր տնօրենի տեղակալները, մասնաճյուղերի տնօրենները, Երևան քաղաքի էներգաիրացման եւ սպասարկման դեպարտամենտի ղեկավար կազմը, ինչպես նաեւ շահագործման շրջանների ղեկավարները։ Առաջիկա շաբաթների ընթացքում կառավարությունը Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի բաժնեմասի նկատմամբ հանրային գերակա շահ կճանաչի։ Սահմանված կարգով կիրականացվի շուկայական արժեքի գնահատում, սեփականատերերը պաշտոնապես կծանուցվեն, կստանան փոխհատուցում, որից հետո ընկերությունը պետական գրանցում կստանա որպես 100% պետական սեփականություն։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի խաղաղության խաչմերուկ նախաձեռնության շրջանակում իրականացվող խորհրդատվական եւ վերլուծական ծառայությունների տեխնիկական առաքելության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղաղության խաչմերուկ նախաձեռնության շրջանակում Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության երկրորդ փուլի մեկնարկին առնչվող հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել 3P բիզնես մոդելի նախագծման նպատակով տրամադրվող աջակցության շրջանակին։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առանձին թիրախային հանդիպումներից հետո հստակեցնել Համաշխարհային բանկի կողմից տրամադրվելիք աջակցության շրջանակը, այդ թվում թվային փոխկապակցվածության ոլորտում։
Երբ առաջանում է արտակարգ իրավիճակ, կարևոր է ոչ միայն պրոֆեսիոնալ փրկարարական ուժերի արագ արձագանքը, այլև պատրաստված և կազմակերպված համայնքի ներգրավվածությունը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության փոխանցմամբ համայնքներում արտակարգ իրավիճակների արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու և բնակչության անվտանգությունը առավել պատշաճ ապահովելու նպատակով Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղում բացվել է կամավորական հրշեջ փրկարարական նոր հենակետ։ Այն սպասարկելու է ոչ միայն Մարտիրոսը, այլև հարակից բնակավայրերը, հնարավորություն տալով առավել արագ արձագանքել հնարավոր արտակարգ դեպքերին։ Երբ առաջանում է արտակարգ իրավիճակ, կարևոր է ոչ միայն պրոֆեսիոնալ փրկարարական ուժերի արագ արձագանքը, այլև պատրաստված և կազմակերպված համայնքի ներգրավվածությունը։ Հենց այս սկզբունքով էլ ներքին գործերի նախարարությունը հետևողական քայլեր է իրականացնում կամավորության ինստիտուտի զարգացման ուղղությամբ։ Համայնքներում արտակարգ իրավիճակներին արձագանքման արդյունավետությունը բարձրացնելու և բնակչության անվտանգությունն առավել պատշաճ ապահովելու նպատակով Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղում բացվել է կամավորական հրշեջ փրկարարական նոր հենակետ։ Այն սպասարկելու է ոչ միայն Մարտիրոսը, այլև հարակից բնակավայրերը, հնարավորություն տալով առավել արագ արձագանքել հնարավոր արտակարգ դեպքերին։ Ահազանգը ստանալու է ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնը, այնուհետև ահազանգը փոխանցվելու է համայնք, որը իրականացնելու է կամավորների հավաքը եւ դեպքի արձագանքման գործընթացը։ Հենակետում ծառայություն իրականացնող կամավորներն անցել են մասնագիտական պատրաստություն, հաջողությամբ հանձնել փրկարարի որակավորման քննությունները եւ պատրաստ են անհրաժեշտության դեպքում գործել ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումների հետ համատեղ։ Թիմերը ոչ թե փոխարինելու են գալիս պրոֆեսիոնալ ծառայությանը, փրկարար ծառայությանը, այլ նրանք կազմակերպում են առաջին արձագանքը մինչև պրոֆեսիոնալ հրշեջ փրկարարական ջոկատի ժամանումը դեպքի վայր։ Հենակետը հագեցած է հրշեջ փրկարարական մեքենայով, ինչպես նաեւ անհատական պաշտպանության հանդերձանք, միջոցներ եւ այն ամենը, ինչ անհրաժեշտ է թիմին առաջին արձագանքը կազմակերպելու համար։ Հենակետի բացման արարողությանը հաջորդել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք, որի ընթացքում Մարտիրոսի կամավորական հրշեջ փրկարարական թիմն ու փրկարար ծառայության հրշեջ փրկարարները իրականացրել են պայմանական հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքներ։ Ըստ վարժանքի սցենարի, շինություններից մեկում բռնկված հրդեհը հաջողությամբ մեկուսացվել եւ մարվել է, իսկ տուժածին տեղում ցուցաբերվել է առաջին օգնություն։ Ուսումնավարժության ավարտին ամփոփվել են արդյունքները, քննարկվել իրականացված գործողությունները, արձանագրված բաց թողումները եւ դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։ Արձանագրվել է, որ կամավորական հրշեջ փրկարարական ջոկատը պատրաստ է ինքնուրույն կազմակերպել նախնական արձագանքը եւ անհրաժեշտության դեպքում աջակցել փրկարար ծառայության ստորաբաժանումներին։ Եվ եղանակին ընթառաջ։ Այսօր օգոստոսի 4-ին տեղական ժամանակով ժամը 11:54-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Հայաստան Նախիջևան սահմանային գոտի Սիսիան քաղաքից 23 կիլոմետր հարավ-արևմուտք, օջախի 10 կիլոմետր խորությամբ 3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։ Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Սիսիան և Դաստակերտ քաղաքներում, ինչպես նաև Արևիս, Թանահատ, Թասիկ, Սալվարդ և Տորունիք գյուղերում 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Եվ վերջում եղանակային կանխատեսումների մասին։ Երևան քաղաքում օգոստոսի 5-ից 9 սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Օգոստոսի 4-ից 9 երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում։ Հանրապետության տարածքում օգոստոսի 4-ից 5-ից 8 սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև և ամպրոպ։ Օգոստոսի 4-ից 9-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Այս եթերաժամի համար առանձնացված լրահոսն այսքանն էր, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս հաջողություն։